Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 հանրային ռադիոյի եթերում ուղիղ եթերի ժամը, բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք ձեզ եւ մաղթում լավ տրամադրություն։ Այսօր Գոլդոր է։ Օյ 11-11-11-ն է նոյեմբերի օրը երեքշաբթի, աշնանային առավոտ։ Աշնանային առավոտ, որքան մայրիկներ են նախընտրել, որպեսզի իրենց բալիկը ծնվի հենց այսօրը, կարծում եմ առիթներ կլինեն նաև այսօր հարսանեկան բազմաթիվ հատուկ ընտրված։ Այո, հատուկ ընտրված 11-11 եւ 11:11 րոպեին։ Ահ, քիչ անց։ Ուղղակի մենք այդ ժամին եթերում չենք լինի։ Մենք եթերում չենք լինի, բայց ֆիքսեք ձեր հեռախոսներով 11-11-11-11։ Այո։ Ինչպիսի հերթեր այսօր կգոյանան աշխարհի տարբեր խանութներում, տարբեր հարթակներում, այսօրի վերջո նաև շոփինգի համաշխարհային օրն է։ Այդպիսի առանձին օր էլ կապաստան։ Այո։ Էլի շատ հետաքրքիր տոներ կան այսօր։ Անպայման կբացենք օրացույցը։ Դե իսկ մինչ այդ ներկայանանք եկել եք աշխատանքի։ Տիգրան Հարությունյան, Լուսինե Մուրադյան։ Վայ, տեսա ռուսմի ծափարություններ զանգնչես։ Ծափարություններ։ Բայց իդեպ զանգը իրական է 55-3702։ Զանգարեք մեզ, կկիսվենք միասին, կհասկանանք ինչպես եք սկսել օրը, ինչ տրամադրությամբ։ Նաև ունենք լայվեր, որոնք գործարկված են armradio.am կայքում եւ իհարկե Facebook-յան ավանդական տարբերակը եւս առկա է։ Ստացել ենք։ Այո, ամեն ինչ կա, TikTok-յան հարթակն էլ կա։ Մեր սեփական էջերով հիմա կստեղծենք նաև երկու պատուհան սկզբունքը։ Երկու պատուհանն, այո։ Ինչու մենք չունենանք այդ երկու պատուհանը։ Բարի լույս բոլորին, մենք սկսում ենք։ Լավ չի։ Անցյալ քաղաքին դարավոր անցյալ դու եղար հայոց ամրոց բերդ մայր քաղաք դարձար պատմության դաժան հողմի մեջ շատ ցավեր տեսար բայց շողաց կյանքիդ մի նոր էջ այս փառքին հասար դու մեզ համար նոր աշունչանի Եվ հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Դու ես ներկա քաղաքին լուսավոր ներկա մեր հայոց պայծառ մտքիցով եւ փառքի վկա Վեհապանց ես եւ գեղեցիկ հրաշքներով լի որ մասիս անգամ ասես քո շենքերից լինի Դու մեզ համար նոր աշունչանի ուղան Ույս և հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Էй ջան Երևան մեր մայր օրան Հեյ ջան դու իմ Երևան Երևանում տոն է թող բոլորը գան Օդը հրաշալի է ջուրան մահական Նամի Բուրաստան է վեհություն աթափ Մեր մասիսների սուրբ առհայացվի տակ Հեյ ջան Երևան մեր մայր օրան Հեյ ջան դու իմ Երևան Հեյ ջան դու իմ Երևան Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ
Դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքի շքնախ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, կյանքում դու միշտ ուրախ մնար, Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքի շքնաղ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս. Սուրճ ու սեր առավոտից 9:36 սիրով ենք ասում Բարի լույս Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ Նա հուզվում է քո ներկայությունից Տիգրան ջան այո ջան Չդիմացան ջան այս երկից հետո միայն կարելի դուք էլ արեք Իմ պրոջեկտին շնորհակալություն Իդեպ այո Երևանյան երգերի պոպորիով մեզ արթնացնելու համար Հենել ինչպես արթնացրեց էներգիա փոխանցեց շնորհակալ ենք Շնորհակալություն սուրճ ստեղծողին Այո ես համաձայն եմ եւ այսօր էլ շնորհակալություն կարող ես հայտնել որ սուրճ պատրաստող Միանշանակ Լուսինե Մուրադյանն այսօրվա սուրճի հեղինակը Երեկել Դե իսկ լրատվությունը պատրաստել է մեկ այլ հեղինակ մեկ այլ մարդ Գնացինք Դա ես եմ Անել շարել ես, պրել ես Այո, ամենը պատրաստել ենք, որպեսզի ներկայացնենք ձեր ուշադրությանը այն, ինչ պետք է յուրաքանչյուրիս տանից դուրս գալուց առաջ Բայց մենք արդեն դուրս ենք եկել, էլի Այո, նախ պետք է իմանալ, մենք դասական սխալ թույլ տվողներն ենք Մենք գալիս ենք այստեղ ենք կոնկրետ օրինակ եղանակի մասին Ես այստեղ պիտի ծանոթանամ, խնդրում եմ ծանոթացրու Արդեն իմացանք, որ նոյեմբերի 11-ն է, օրը երեքշաբթի առանց տեղումների եղանակ է Երկար եթերից առաջ մտածում էինք այսօր իսկապես երեքշաբթի է, թե մենք խառնում ենք Դե պատկերացրեք մեր հարցումների մենք հասկացանք, որ երեքշաբթի է այսօր Առանց տեղումների եղանակը ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում այս պահին 10 աստիճան է Երևանում Հանրապետության տարածքում ունենք քամի Այո, հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյանարագությամբ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր որոշել եմ սոխակ ձայնով երկել Ես ժամանակին փակեցի խոսափողը դու տեսար Դա ինչի խանգարում Մարդիկ լսեն երկիչներին Մի խոսքով առանց տեղումների եղանակ է մեկա մեքենա լվակ չլվակ քաղաքային կամփոշի այնքան արտոտված է Երևանում եւս հա նույն Երևանում եւս պահպանվում է այդ ամենը Տեղափոխվենք Հայաստանի Հանրապետության տարածքներ փորձենք հասկանալ ավտոճանապարհները ինչ վիճակում են եւ իհարկե մենք տեղեկանում ենք որ Կորեայի ձորի ճանապարհն է շարունակում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ մնալ, բայց դա ժամանակավոր է եւ սա մեր անվտանգության համար է արվում։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են եւ իհարկե Ստեփանձմին-Դալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լավ ասացիր, որ հիմնականում բաց են, որովհետեւ երեք ես ջրվեժ էի այցելել եւ Այ քո սխալը հենց դա է եղել որ ջրվեժ ես այցելել։ Ուզում ցավակցել ջրվեժի բնակչությունը, որովհետև քանդել են մի այլ կարգի, 3 տեղ գլխավոր փողոցը քանդված է, փոշի։ Ստուգել ես դրա հետևանքով քանի բալ էր խցանումը։ 9 բալ էր, 3 երեկոյան խցանումը 9 բալ էր։ Ինչ արել չեր արել այդ 1 բալն էր արել։ Էլ չեմ ասում, այն խաչմերուկը երբ մի ճանապարհը գնում է աջ դեպի Գառնի, մյուս ճանապարհը դեպի ջրվեժի ամառանոցներ, այնտեղ ընդհանրապես հավաքել են ամեն ինչ, քեզ թվում է դու հայտնվել ես անմարդաբնակ շորտպես քարավայրում։ Ժողովուրդ քանդում եք, գոնե քանդեք աստիճանաբար կամ նշաններ դրեք, զգուշացրեք մարդկանց։ Հերթով։ Մի խոսքով ջրվեժը շատ տխուր վիճակում է։ Արի հասկանանք նաև Երևանում այս պահին ինչ իրավիճակ է, 7 աստիճան է խցանումների սանտեղակը մեզ ցույց տալիս։ Ունենք ավտովթար, սիրելիներս Ազատության պողոտան երաս այգու մոտ խցանված է, ինչու որտեղ ունենք ավտովթար։ Մի այլ կարգի ազատությունը խցանված է։ Կարմիրներ եմ ես տեսնում քարտեզի վրա։ Երկրորդ ավտովթարը հայտնվեց։ Երկրորդը արդեն ազատության մի քիչ ներքև, ազատություն եւ Ադոնցի փողոցի, այսպես խաչմերուկների վրա ունեցանք երկրորդ ավտովթարը։ Սա վերջին, այսպես ռոպեների տեղեկատվություն է։ Խնդրում ենք ուշադիր երթևեք եք։ Մի խոսքով ազատությունը մոռացեք, ազատության պողոտան մոռացեք։ Նույնիսկ կան չեք պատկերացնում քարտեզի մեծ մասը շատ մուգ կարմիրով ընդգծված Այսինքն խցանումներ են կոնկրետ։ Մամիկոնյանց փողոցը երկկողմանի եւս խցանված է։
Անցնենք առաջ։ Անցնենք։ Ուր գնանք մենք հիմա։ Ադոնցը միակողմանի է խցանված, առայժմ միակողմանի։ Դեռ ամեն ինչ արժևում է, կամ գուցե Ազատությունից մի քիչ հեռանանք, որտեղ արդեն պարզ է, որ ամբողջը այդ երկու ավտովթարի պատճառով խցանումներ կան։ Մի խոսքով Ունենք շինարարական աշխատանքներ, այստեղ քարտեզներ, չէ, մեր բակը այդպես մնաց, քանդեցին, գնացին։ Հալաբյան 23, եթե լսում եք, մեզ խցում, եկեք վերականգնեք։ Լցրեք այդ փոստերը։ Թե չէ, քարերը լցնում են եւ շատ ուշադիր հեռանում են։ Դուք էլ տեսեք ոնց եք դուրս գալիս։ Այո, տեսեք, ինչպես եք վարում ձեր մեքենաները եւ վնասում ձեր անվադողերը։ Գրիգոր Արծրունի փողոցի վրա մենք ունենք շինարարական աշխատանքներ իրականացվող, բայց խցանում դեռ չկա այս րոպեներին։ Կոմիտասն է խցանված երկկողմանի։ Ես ուզում եմ, որ մեզ զանգահարեն Գյումրիից հատկապես, որովհետև Վանաձորում խցանումներ լինում են, այդքան էլ չէ։ Վանաձորից, Գյումրիից զանգահարեք եւ մեզ ասեք, արդյոք ձեզ մոտ են նման խցանումներ, թե ոչ, ինչ վիճակ է ձեզ մոտ, մենք սպասում ենք։ Կիևյանն է երկկողմանի խցանված։ Ինչու զարմացած չենք։ Զարմացած չենք, բնականաբար ես ուզում տեսնել Աթենքի փողոցը հիմա ինչ վիճակում է։ Ինչու ես ուզում հենց Աթենքի փողոցը տեսնել։ Չէ, որտեղ միշտ այդպես է այնտեղ։ Միշտ, մշտական ունի, փորձենք հասկանալ։ 55-3702 հարգելի ռադիոլսողներ, եթե ապրում եք մարզերում, ապա զանգահարեք մեզ եւ ասեք ձեզ մոտ ինչ իրավիճակ է փողոցները։ Սարալանջ իջնողը գեր ծանրաբեռնված է, ինչու եմ ասում գեր, որովհետեւ ըստ գույնի։ Այո, Աթենքը իհարկե իջնողը դեպի կամուրջ բնականաբար ծանրաբեռնված է։ Պարոնյան փողոցը եւս ծանրաբեռնված է, բայց միակողմանի է, իջնող հատվածը դեպի կենտրոնական հատված։ Մի խոսքով հարգելի ռադիոլսողներ, համբերատար լինենք, հանդուրժող լինենք, երթևեկության կանոններին հետևենք, խուսափենք ավտովթարներից։ Եվ մեկ խնդրանք, վարեք մեքենան ձեր գծով, խնդրում եմ։ Մի խցկվեք կողքի գոտիներ, հա մի փորձեք շրջանցել հերթերը։ Մի բան հարցնեմ, եթե մեքենա վարելու դասընթացներ են տեղի ունեմ, դեռ չեմ գնացել, դրա համար եմ հարցնում։ Արդյոք սովորեցնում են գծերը պահել, որովհետև հաճախ ես տեսնում եմ, որ երկրորդ գծի վարորդը, երկրորդի եւ երրորդ այսպես նախատեսված վայրերի մեջ տեղով է գրեթե երթևեկում, գիծը տրորելով եւ խանգարելով մյուս գծի վարորդներին։ Մի խոսքով այս պահի ամենագեր ծանրաբեռնված կետը դա Ազատություն փողոտան է, Ադոմցի փողոց, Մամիկոնյանց փողոցները, այդ հատվածը գեր ծանրաբեռնված է։ Նաև պատկերացնում ուսանողների վիճակը, որ հիմա շտապում են բուհ։ Հետիոտներ հարգեք նաև վարորդներին, ուշադիր եղեք ձեր երթևեկության կանոններին, եթե կանաչ է, ապա նկատեք, եթե կողքից շրջանցող մեքենաներ կան, ապա ճեմելով մի գնացեք, բայց պետք չի վազել։ Դուք էլ հարգելի վարորդներ համբերությամբ զինվեք, որովհետև այդ կանաչը նախատեսված է հենց իրենց համար։ Հարգեք միմյանց, այո։ Դե ինչ, գնանք տարադրամի շուկա, ամերիկյան $1 փոխարժեքը ըստ կենտրոնական բանկի 382 դրամ է, 1 եվրոյի օրվա փոխարժեքը 442, ռուսական 1 ռուբլին 407 դրամ, վրացական լարին 141, դե իսկ նրանք ովքեր չվում են տաք երկրներ, անպայման տեղեկացնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 104 դրամ է։ Դե քանի որ արդեն նաև փոխարժեքին ծանոթացանք, մուտք գործենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք եւ հասկանանք ինչ է կատարվում։ Ժամանումների դաշտում երբ նայում ենք, տեսնում ենք, որ Միներալնե ոդի չվերթը չեղյալ է հայտարարվել եւ չի գալու Հայաստան այսօր իր նախատեսված ժամը 11:40-ի թռիչքը չեղյալ է հայտարարված։ Հիմա տեղափոխվենք մեկնումների դաշտ, որովհետև մնացյալը ժամանակին է։ Վայրեջք կատարելու դե բնականաբար Միներալնի ոդի չի եկել, չի էլ գնա, այսօր չեղյալ է։ Այսօր մենք զրկվեցինք։ Կարծես թե մնացյալը ժամանակին են, չվացուցակը կարգին է եւ ամեն ինչ ժամացույցի սլակների ներքո հստակ իրականացվում։ Ես եւս մեկ թարմացում տամ մեր այսպես Yandex-ի քարտեզը եւ վերջին վարկանները փորձենք հասկանալ ինչ որ բան փոխվել է թե ոչ 7 բալ է մնացել Սանդրակը։ Ինչ է կատարվում։ Լավ, քիչ անց մենք կբացենք նաև օրվա օրացույցը եւ դեռ բարբերաբար կանդրադառնանք Ազատության փողոտայում տիրող իրավիճակին, խցանման մասին է խոսքը, սխալ բան չհասկանաք։ Իսկ դուք շարունակեք լսել Հանրայինի առաջին ալիքը։ Մենք էլ բոլորին եւս մեկ անգամ։ Ինչ
մայլի տղեն տնգոզ է, մայլի տղեն աշան աշան, մանարի գիշերները տունարի աշան աշան, մանարի գիշերները տունարի աշան է, մայլի տղեն տնգոզ է, մայլի տղեն աշան է, մայլի տղեն տնգոզ է, մայլի տղեն աշան աշան, մանարի գիշերները տունարի աշան աշան, մանարի գիշերները տունարի աշան է, մայլի տղեն տնգոզ է, մայլի տղեն աշան է, մայլի տղեն տնգոզ է, մայլի տղեն աշան աշան, մանարի գիշերները տունարի աշան աշան, մանարի գիշերները տունարի se van pagatsela ho, se van pagatsela ho, se van pagatsela ho, se van pagatsela ho, mutut dovela imko, mutut dovela imko, es nu mesit padela, es anira variunto, es nu mesit padela, es anira variunto, es nu mesit padela, es anira variunto, es nu mesit padela, es anira variunto. Ջան, Աննա Խաչատրյանի շնորհակալություն այդպես։ Շնորհակալություն ակտիվացրեց Աննան։ Ված չէ վաղարավացան նման ռիթմերով։ Մնում էր տաշին լսենք, տաշին։ Դա արդեն մյուս սերիա։ Մյուս սերիայից, այո։ Շաբաթ։ Բարի լույս։ Շաբաթ օրը։ Սուրճ ու առավոտից հաղորդումն է հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Մենք այսօր չգիտեմ ինչու էպես լավ տրամադրությամբ։ Հետաքրքիր երգեր են ծնվել, առանձնահատուկ հայկական ակտիվ ռիթմեր են ներկայացնում։ Գուցե 11-11-ն է պատճառը։ Քեզ ոգեշնչել, այո։ Ինչ օր, այո, այսօր Գոլդ օրը եւս մեկ անգամ նոյեմբերի 11-ն է ոսկե։ Ոսկե օրը այսօր։ Երեքշաբթի է օրը սիրելիներս, մենք դա եւս բարձեցինք, ամեն ինչ հստակ է։ 11 Ունենք հայտնի հոբելարներ, կինոսերներ այսօր ցնցության մեջ են Դեմի Մուրն է ծնվել, ամերիկացի հանրային դերասանուհի, նախկին մոդել նաեւ։ Մոդելի նախկին է լինում, է։ Դե մեծանում են արդեն չեն նկարվում, բայց դե կադրատիպեր կոտրողներ կան իհարկե, Մոնիկա Բելուչին, ինձ թվում է Դեմի Մուրն էլ է դեռ հիասքանչ։ 1962 թվականին է ծնվել Դեմի Մուրը, այնպես որ իմացեք, Դիկապրիոն է ծնվել այսօր։ Բազմաթիվ աղջիկների Ինձանից 1 տարի է փոքր։ Լուրջ։ Բայց չեմ ասի իմ արդեն շարունակությունը։ Տարիքը չես ասի, այ ես կասեմ։ Դե լավ չեմ ասում, թող ինտրիգը պահենք։ Ինտրիգը պահենք։ Հետաքրքիր տոներ ունենք այսօր։ Նախ ամուրիների օրն է, այսօր Չինաստանում։ Մեր օրը չի էլի։ Ամուրիների օր։ Չինաստանում են նշում։ Կանանց օր են նշում Բելգիայում։ Ոյ։ Բա, ոչ մարտյութը, ոչ ապրիլի 7։ Կանանց օր 11-11։ Հաշտեցման օր կա։ Շատ լավն է Բելգիայում եւ Ֆրանսիայում։ Օրը ինձ շատ դուր եկավ, եթե որևէ մեկի հետ գշտված եք, խնդրում ենք հաշտվեք, որովհետեւ դա եւ շատ կարեւոր է, առհասարակ ծանրանում է սրտումդ, երբ ինչ որ մեկի հետ չես խոսում, կամ նեղացրել ես։ Հաշտվեք։ Մի խոսքով, քայլ արեք։ Կոմունալները վճարել ես 3։ Ես կոմունալ չեմ վճարում։ Ասեմ, որ հոսանքի հաշիվները դեռ չկան։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ այսօր էներգախնայողության միջազգային օրն է։ Բայց իսկապես դեռ չկան։ Դեռ չկան։ Չէ, միայն հոսանքի մասն է խոսքը, մնացածը կա։ Փաստորեն իսկ որտեղ։
Աշխարհում են նշում այսօր էներգա խնայողության օր։ Դե կարծում եմ արևային էներգիան գալով նաև որոշակի առումով իրավիճակ փոխեց էներգիայի աշխարհում, միանշանակ։ Եվ իհարկե ամբողջ աշխարհը այսօր նշում է շոփինգի օրը, շոփինգի համաշխարհային օրը, փորձենք ողջել թե ով եւ երբ է առաջին անգամ կազմակերպել այս հետաքրքիր տոնը, ինչ ես ասում։ Դե ամեն բան սկսվել է 2009-ին, հարգելի ռադիո լսողներ, համացանցից է սկսվել Alibaba հարթակը, այո, Չինաստանում իրականացրել է մարքեթինգային քայլ, շոփինգի համաշխարհային օր անվամբ իր ռեսուրսներում եւ հիմնականում AliExpress ինտերնետ խանութում անցկացնելով իսպառ վաճառք, որտեղ զեղչերը 50%-ի չափով նորմ էին։ Բայց իրական զեղչեր են եղել։ Իսկ տոնը հարմարեցված էր ամուրի օրվան, որը Չինաստանում նույնպես նշվում է հենց նույն օրը նոյեմբերի 11-ին։ Կարևորը զեղչերն իրական լինեն, այլ ոչ թե պիտակը պոկում ես, տեսնում ես ավելի էժան է եղել, թանկացրել են, հետո իբր զեղչ են անում։ Ինչն է հետաքրքիր, կազմակերպիչները նախատեսել են, որ այդ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ առաջարկվող զգալի զեղչը, որի չափից անհնար է հրաժարվել, օգտատիրոջը դրանով իսկ կվերածի գնորդի։ Եվ չսխալվեցին իրականում, որտեղ նախաձեռնությանը շատ արագ միացան նաև չինական այլ խոշոր ինտերնետ հարթակներ։ Իսկ 2013-ին շոփինգի օրվա տոնակատարությունը Alibaba Group-ին 5.8 միլիարդ դոլար է բերել մեկ օրում, այն վերածելով աշխարհում ամենախոշոր օնլայն իսպառ վաճառքի, որը կարողացել է հետևում թողնել Սև ուրբաթ եւ Կիբեր երկուշաբթի անուններով այդ հայտնի անալոգներին։ 2014 թվականին կազմակերպիչները հայտարարեցին, որ խանութների տերերը, որոնք ներկայացված են միջազգային ինտերնետ հարթակներում, ինչպես արդեն նշեցինք, AliExpress-ը հանրահայտ նույնպես կմասնակցեն իսպառ վաճառքին։ Հենց այդ շնորհիվ, դրա շնորհիվ 2014-ին նոյեմբերից նաև այլ երկրները միացան, մասնավորապես այ ռուսաստանցիները հնարավորություն ստացան մասնակցելու այդ վիթխարի իսպառ վաճառքին, հետո արդեն մենք եւ այլ երկրներ։ Երբևէ եղել է, որ ծիծաղելի գնով շատ գեղեցիկ ինչ որ զգեստ ես գնել կամ ինչ որ իրես գնել։ Ես երբեք չեմ հավատացել այդ զեղչերին։ Գիտես, մեզ մոտ ամենայն դեպս։ Համաձայն եմ, ես ուղղակի Եվրոպայում հանդիպել եմ, Եվրոպայում ամառային ժամանակահատվածում եղել եմ, տեսել եմ իմ աչքով այդ զեղչերը, բայց մեզ մոտ չեմ տեսել։ Ես մեզ մոտ մի անգամ տեսա այդ զեղչը, շոկի մեջ է, աշխատակցին կանչել եմ, ասում եմ, ինչը այն չէ, ծիծաղում է, որովհետև երեկոյան զգեստ եմ գնել, բավականին գեղեցիկ կոկտեյլային երեկոյան զգեստ էր, շատ շքեղ տեսք ուներ եւ ինձ էլ շատ սազեց։ Ծիծաղելին այն է, որ աստղաբաշխական թվից դարձել էր 800 դրամ։ Ինչ ես ասում, եւ դու 800 դրամով զգեստ ես գնել։ Այո։ Բախտավոր այստեղ կարելի է այդպես ասել, այո, դա տեղի է ունեցել։ Ուղղակի պետք է ուշադիր լինենք, որպեսզի հասկանանք զեղչերն իրական են թե ոչ, թեպետ ես կարծում եմ, որ մեր երկրում այն խանութները, որոնք ցանցային խանութներ են, այսինքն ցանցային ընկերություններ են տարբեր աշխարհներով, չեն կարող չիրական զեղչեր անել, այլ տարբերակ չունեն, որովհետև ցանցում գործում է ընդհանուր տարբերակ։ Մենք իհարկե կզրուցենք հաջորդ եթերաժամին։ TikTok-յան հարթակում օգտատերերից մեկը գրում է մեզ մոտ 50% գնաճ է, ոչ թե զեղչ, դե լավ, չէ կան իրական զեղչեր, ես կարողացել եմ ձեռք բերել։ Մինչ մենք խոսում էինք 11-11-ից Սև ուրբաթ չէ, պարզապես շոփինգի համաշխարհային օրվանից, ես եւս մեկ անգամ փորձեցի թարմացնել։ Մինչ դուք ասես, ես կարծում եմ Կարենը մեր գործընկեր Ռադիո Լուրից վերջապես մուտք կգործի ստուդիա։ Կարենն էլ եկավ, տեսնում ես։ Եկավ, այո։ Ուր կորավ Ազատության պողոտան իմ տեսադաշտից։ Աբովյանն է փոխարեն երկկողմանի ծանրաբեռնված Կորյուն փողոցը, շատ արագ էսպես թարմացումներ ենք անում, ահա, եւ ահա ես գտա Ազատության հատվածը։ Ուզում ես հասկանալ թեթևացել է արդյոք թե ոչ։ Կոմիտասն է ծանրաբեռնված երկկողմանի։ Ոչ, Ազատությունը շարունակում է մնալ ծանրաբեռնված երկկողմանի, բայց վթարները կարծես վերացված են ըստ քարտեզի, բայց ծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ։ Նաև Մամիկոնյանց եւ Ադոնց փողոցները եւս։ Իդեպ ուզում եմ նաև ողջունել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով ուշանում են աշխատանքից եւ մեղադրում են դրանում մեզ։ Մի քիչ շուտ դուրս եկեք։ Չէ, մեզ են մեղադրում, ասում են ձեզ ենք լսում, անդադար ձեզ ենք լսում ու չենք հասցնում ժամանակը ճիշտ կառավարել, ժամանակին էլ տնից դուրս գալ։ Նաև Թբիլիսյան իջնողն է եւս ծանրաբեռնված, վստահ եմ մարզից է գալիս են մտնում են քաղաք եւ
Իսկ մեր 4-րդ հարկից 3-րդ հարկը ծանրաբեռնված չէ եւ արդեն մեր գործընկեր Կարեն Ղազարյանը ստուդիայում է, նա հարմարավետ տեղավորվել է, նրան ասում ենք բարի լույս։ Կարեն, բարի լույս։ Լավ ես։ Դու շոփինգ ասել ես թե ոչ։ Սիրում ես գնումներ անել։ Ժամանակը գիտի, տրամադրությունից կախված։ Այսօր 11-11 է տես եւ մեծ զեղչեր են խոստանում տարբեր ինտերնետ հարթակներում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, շոփինգը ասոցացնում են տարատեսակ բրենդերի հետ։ Արդյոք ձեզ բրենդամոլ համարում եք թե ոչ։ Եվ արդյոք լուրջ, ես ոչ։ Ես աստղաբաշխական թվեր չեմ տա։ Հանուն սիրելի բրենդի այդ տարբերանշանի դու պատրաստ ես մեկ տարի համար միլիոններ վճարել։ 3 տար։ Դու 2 տար դու հասարակ մի դերանուն։ Հա? Չափի մեջ։ Դե ամեն ինչ չափի, բայց դե եկեք համաձայնեք, որ մեկ շատ ճոխացրած են։ Ես ունեմ սիրելի բրենդներ, հանուն այդ բրենդների պատրաստ եմ։ Չես սպասում զեղչերը կան նոր։ Իրենք զեղչ չունեն, այդ բրենդները այնքան հանրաճանաչ են, որ զեղչ չունեն։ Իսկ քեզ խապված չես զգում մի տեսակ, որ այդքան գումար ես տալիս։ Ասա Կարեն ջան, ինձ թվում է դու ինձ հետ համակարծիք կլինես։ Մի անգամային։ Տեսնում ես, այո։ Եվ առհասարակ ասում են, որ թեպետ շոփինգը հատկապես աղջիկների համար որոշակի թերապիա է, հոգեբանական, թեթևանալու եւ այլն, բայց ասում են այդ թերապիան էլ է արդեն փոխել իր տարբերակները եւ ասում են վաղուց արդեն շոփինգը չէ այդ թերապիան, այլ ճանապարհորդություններն են, ավելի լավ է այդ գումարները ծախսես գնում ես այլ երկիր եւ շոփինգով ես զբաղվում։ Դե բայց զեղչեր գտնես, տարբերակներ գտնես, ահա, այստեղ on-line հարթակում եւս ինձ հետ համաձայն են։ Բայց դե բնականաբար հարգելի ռադիոլսողներ, մարդիկ կան, որ իրենց համար շատ կարեւոր է, չէ՞, Տիգրան ջան, ասա։ Ինձ համար կարեւոր է եւ ճամփորդելը, եւ շոփինգը, եւ գեղեցիկ հագուստը։ Գեղեցիկ հագուստը պարտադիր չի լինի աստղաբաշխական, դա նկատի ունի։ Համամիտ ես Կարեն։ Լրիվ համամիտ եմ, ես նույնպես ինձ թույլ չեմ տա շռայլություն նման։ Դե լավ։ Իհարկե արժե, բայց Չէ, ես ագրեսիվանում եմ։ Հետաքրքիր է, լրահոսն էլ այսօր ոսկե տարբերակով, ոսկե լուրեր կան 11 տրամաբանությամբ։ չէ։ Չէ, չկան։ Կարևորը լինես ինքնատիպ, յուրատեսակ եւ իհարկե ոչային։ Կարճատև գովազդ այնուհետև կլսենք Կարենի ներկայացրած լրատվությունը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լրատվական ծրագիրը, ստուդիայում Կարեն Ղազարյանն է, բարև ձեզ։ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստերի օրակարգ նիստերը։ Նոյեմբերի 11-ից 12-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա, այս մասին էլ հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։
Ծրագրված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ։ Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, հաշվի առնելով Եվրամիության խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը։ Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն նոյեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները, տեղեկանում ենք պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Հավաքի մասնակիցներին հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն անդրադարձել է զինված ուժերում ընթացող բարեփոխումներին եւ տարածաշրջանային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում նույնպես հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը եւ այլ հարցերի։ Երկրի ղեկավարը պատասխանել է զինված ուժերի ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Դատախազությունը 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք եւ դրամական միջոց։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը դրամական միջոցները։ Այսպիսով 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք, 2024 թվականին 18 անշարժ գույք, 30 գույքի վերաբերյալ արկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ իրավունքի դադարեցման եւ համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր։ Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայականավոր լեզվաբան ակադեմիկոս Հրաչյա Աճարյանի ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարևոր իրադարձությունների 2026-27 թվականների օրացույցում, հայտնում են արտգործնախարարությունից։ 1998 թվականից ի վեր հռչակավոր մարդկանց եւ կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ։ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը, որը կազմում է մոտավորապես 8970 ամերիկյան դոլար։ Վրաստանում մեկ շնչի հաշվով հնան կազմում է մոտավորապես 10130 դոլար, Ադրբեջանում 7370 դոլար, Ռուսաստանում 17450 դոլար, Իրանում 4070, Թուրքիայում 18200 դոլար։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Նյու Դելիում 8 մարդու կյանք խլած մեքենայի պայթյունի գործով ձերբակալվել է առնվազն 1 անձ, այս մասին հայտնում է News 18 հեռուստաալիքը։ Աղբյուրները հայտնել են, որ Դելիի ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի հետ կապված 1 կասկածյալի, հավելելով, որ սկսվել է բազմագերատեսչական հետաքննություն, հաղորդել է հեռուստաալիքը։ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը ըստ տեղեկությունների վարչապետ Նարենդրա Մոդին տեղեկացրել է միջադեպի եւ հետաքննության ընթացքի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դատի տալ BBC-ին, պահանջելով $1 միլիարդ 760 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, հայտնում է նրա իրավաբանական թիմը, մեղադրելով կորպորացիային նախորդ տարի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։ BBC-ն հաստատել է, որ ստացել է նախագահի նամակը եւ պատասխան կտա պատշաճ կերպով։ Telegraph-ը հայտնել էր, որ BBC-ն խեղաթյուրել է Թրամփի 2021-ի հունվարի ելույթը, ստեղծելով այնպիսի տպավորություն, թե Թրամփը խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները։ Դեպքից հետո BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ գործադիր տնօրեն Դեբորա Թռնեսը հայտարարել են իրենց հրաժարականի մասին։
Այսքանն այս ժամի համար ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, Ռադիո Լուրի եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ station with the best music. Լավագույն հիթերը միայն մեր եթերում 10-ից 10 րոպե դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը։ Մի տեսակ շոփինգոտ երաժշտություն էիր միացրել Տիգրան ջան։ Բրենդային։ Փաստորեն կան էլի իզուր չեն որ խանութներում տարատեսակ ռիթմեր են հնչում, դրանք նաև եւս նպաստում են որպեսզի մարդիկ չէ որ այս բան վահանակի մոտ է Տիգրան Հարությունյանը հասկանում ես։ Տիգրան Հարությունյան։
Հիմա դու պիտի ասես Լուսինե Մուրադյան, դա էլ է բրենդ։ Շնորհակալ։ Քանի տարի եթերում։ Այո, այո։ Ու մենք սկսենք խոսել մեր մասին, չէ՞, եւս 20 րոպե։ Մոռանանք ինչի համար ենք հավաքվել առհասարակ։ Իրականում հիշեցնենք այսօր Gold-օրը է, ոսկե օրը 11-11 շոփինգի համաշխարհային օրն է եւ մենք ունենք շատ բրենդային անուշիկ գեղեցկատեմ հյուր։ Պարզապես գեղեցկուհի է։ Ով հերու չէ այդ ոլորտից ողջունենք եւ ներկայացնենք Ինգա Մուրադյանին, սպասարկման եւ վաճառքի մասնագետ, բիզնես խորհրդատու։ Այո, եւ Ինգան երկարուձիգ ճանապարհ ունի անցած այս ոլորտում եւ ես վստահ կարող եմ ասել, որ լավագույններից է մեր երկրում եւ հենց Ինգայի ու իր նման պրոֆեսիոնալների շնորհիվ է, որ մենք կարծես թե հետ չենք մնում համաշխարհային տենդենսներից, հա, փորձում ենք լինել ոճային, որովհետեւ մի պահ կար, որ բոլորը միանման էին փողոցում նմանատիպ հագուստներով, բայց Ինգան եւ մյուս մասնագետները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ կարողանան գտնել իրենց ոճը եւ լինեն ինքնատիպ։ Որպես բիզնեսի մարդ, որպես խորհրդատու, ես ուզում Ինգային հարցնեմ եւ խնդրեմ անկեղծ պատասխանի։ Մեր երկրում այդ զեղչերը իրականն թե ոչ։ Երևի թե վերջին աշխատել ես տարբեր հաճախ տրվող հարց է։ կազմակերպություններում, տարբեր, հա, Հիմա էլ ես աշխատում, տարբեր ընկերություններ ես ներկայացնում Հայաստանում։ Հավատանք թե չհավատանք։ Հավատացեք։ Հավատանք թե չէ։ Ցավոք չեմ կարող երգել, բայց հավատացեք, որովհետև իրականում այն բիզնեսները, որոնց հետ որ ես առնչվել եմ, այդ բիզնեսների ամենից կարող եմ երաշխավորել, եթե ասեմ 100%-ով այսպես, որ զեղչերը կան։ Նախ ամենաառաջինը դա խոսում է քո բրենդի եւ քո անունի մասին։ Հետո եթե դու ունես մշտական հաճախորդ ով եկել է, ով տեսել է քո խանութում տվյալ օրինակ վերնաշապիկը, անգիր գիտի արժեքը, հա, 3 օր։ Այ օրինակ 3, հա, մենք ունեինք հաճախորդ եկավ, տեսավ, նայեց, ասեց, դե դուք ոնց որ պատրաստում եք Black Friday-ին, չէ՞, ինչպես բոլորը ասում ենք, այո։ Ես ֆիքսեցի։ Ինքը հետ է գալու ու հիշելով այդ վերնաշապիկի արժեքը, փնտրելու է զեղչը այդ վերնաշապիկի։ Եթե դու զեղչ ես հայտարարել, դու իրավունք չունես խաբեբայությամբ զբաղվելու։ Որովհետև մեկ բան է ստեղծել անուն երկար տարիներ։ Իսկ այդ անունը քանդելու, փչացնելու համար ընդհանրապես պետք է 1-2 վայրկյան, 1-2 խապված հաճախորդ։ Եվ ամեն ինչ վերանում է դրա մասին, որ գալիս են պիտակը այսպես բացում են եւ տեսնում են տակը ավելի մատչելի է։ Սովորաբար խանութները, որոնք որ անկեղծ են իր հաճախորդի հետ, վերևի հիմնական գինը, որը որ կա, գծում են, որպեսզի երևա։ Այո, եւ տակը գրում են նոր արժեքը։ Ահա, այսինքն պետք է ինչի վրա ուշադրություն դարձնել, այ խցիլի ռադիոլսողներ ուշադիր լսեք։ Մասնագետի այսպես խոսքը։ Բայց ես կարծում եմ, որ այն բիզնեսներն են միայն այդպիսի մանիպուլյացիաներ անում, որոնք հեռատես չեն եւ չունեն հեռահար պլաններ զարգանալու, աճելու, որովհետեւ եթե դու ունես զարգանալու, աճելու հեռանկար, ապա պարտավոր ես ուղղակի ոչ միայն այդ անունը պահել, այլև շարունակել զարգացնել, մեծացնել, հզորացնել։ Այո։ Վաճառքի մեջ գոյություն ունի մեկ անգամյա վաճառք արտահայտությունը, մենք շատ ենք ասում, դա ոչ հեռանկարային վաճառքն է, որ դու одноразовին է, դե փորձում եմ հայերեն խոսել, ինչի համար շատ դժվար է։ Դու այս պահին վաճառեցիր քո ապրանքը, հանգիստ նստեցիր։ Մոռանում ես այն կարևորի մասին, որ դու ուզում ես, որ քո հաճախորդը նորից գա քո մոտ, բայց չէ որ ինչքան էլ ուզում է, ամեն ինչ անենք մենք, այս աշխարհում ամենալավ աշխատող գովազդը դա սարաֆանն ռադիոն է։ Մեկ այլ հաճախորդի տված արձագանքը քո բրենդի, խանութի, սպասարկման եւ որակի մասին։ Դրա համար դու իրավունք չունես, եթե ուզում ես լավ ճանապարհ անցնել, երկար բիզնեսդ աշխատեցնել, իրավունք չունես հաճախորդին խաբել, ինչ պատճառով ուզում է լինի։ Մերոնք բրենդամոլ են։ Պատկերացրեք, որ հիմա տենդենսը փոխվում է, այո, ու այն մարդիկ, ովքեր իրականում հագնում են լավ բրենդ ու իրականում օգտվում են պրեմիում եւ բարձր դասի, լյուքս դասի բրենդերից, փորձում են այնպես անել, որ իրենց հագուստի վրա լոգոն չերևա։ Գնում ենք դեպի ոչ լոգոյի, այո, անգամ պրեմիում դասի խանութները 2024-ի վերջից 25-ի ընթացքում սկսել են արտադրել այնպիսի ապրանքներ, որի վրա իրենց լոգոն պարզապես փոքրիկ ինչ-որ մի տեղ է։ Նշանով է, այլ արդեն տենց մեծ չի երևում, որովհետև մարդիկ իրոք գնում են դեպի ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցել է։ Քաղաքենիություն է ընկալվում մասնագետների կողմից մեծ լոգոներով եւ իցույց դնելով հագու կապ։ Դա արդեն Բանգլադեշի շուկան է։ Այո։ Դե արդեն հաստատ։ Չէ, կան իհարկե մեր ազգի
մշակույթից, հա, այսպես ասած ելնելով, իհարկե միշտ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան, որ մեծ Երևան լոգոն անպայման, բայց ամեն դեպքում նրանք, ովքեր իրոք ոչինչ ոչ մեկին չունեն ապացուցելու ու նախընտրում են լավ որակը, լավ բրենդը, իմանալով, որ բրենդը իրանից միանշանակ տալիս է որակ, չգիտեմ, հարմարավետություն, իրենք այլևս չեն ուզում, որպեսզի Երևան լոգոն։ Բայց հաճախ տեսնում ենք բրենդեր, որոնք արտադրում են զգեստ օրինակ, գուցե այդ զգեստը այդքան էլ չի սազում հաճախորդին, որը գնում է, զուտ գնում է, որովհետև նորաձև է, ուղակի։ Եվ հաճախ այդ զգեստները այնպես չի, որ շատ ճաշակով փայլում են։ Այս պարագայում գնալ զոհ դառնալ, թե այդուհանդերձ պետք չի պարտադիր բրենդ գնել, այլ պետք է նայել որակով ոճային հագուստ ձեռք բերելու ուղղությամբ դիտարկել։ Գիտեք, մի հատ հետաքրքիր բան կա, որ ես միշտ ասում եմ, նախ շատ գումար ունենալը բացարձակապես չի վկայում բարձր ճաշակի մասին։ Այո։ Եվ երկրորդը կարելի է փոքր գումարով, փոքր բյուջեով եւ ոչ բրենդային խանութներից օգտվելով այնպիսի գեղեցիկ ոչ ստեղծել քեզ համար։ Ճաշակով։ Ու դա նորաձևության հետ ընդհանրապես կապ չունի։ Սկսենք այստեղից։ Նորաձևությունը միգուցե թելադրի այդ բրոսկի, լավ ուրիշ բառ չեմ կարող ասել, զգեստները սունդուսոփայլ։ Այո, բայց դու պարտավոր չես դա գրել, որովհետև նախ դա քոնը չի, դա քեզ չի սազում, երկրորդը դա քո ոճը չի, ու համադրություն ստեղծելը դա մի հատ նոր բարվեստ է։ Շատ մարդիկ կան, որ մտնում են թեկուզ հենց քո խանութ, ես face առօրյայում տեսնում եմ իրենց, հագել են տարբեր բրենդեր, տարբեր ու բավականին բարձր արժեքի, լյուքս դասի բրենդեր, բայց այնքան են չեն կարողացել համադրել, որ նայում ես ասես խնդրեմ, եղեք ջան, խնդրեմ, նայեք։ Վառ օրինակ, բարձր ֆինանսական հնարավորություններ եւ շատ ցածր ճաշակ։ Ինգա, եղել է արդյոք անցած տարիների ընթացքում դու ճանապարհ ես անցել այս ոլորտում, մեզ մոտ եղել են գրողներ դեպի խանութներ այս օրերին, հա, 11 հերթեր, ինչպես այ արտերկրում տեսնում ենք, հա, կոտրում են ապակեր, դռները, չգիտեմ, հանուն հագուստի, մեզ մոտ էլ են այդպիսի։ Ես դա տեսել եմ, երբ որ մենք Երևան մոլում էինք, եւ որ ես դեռ Երևան մոլում էի աշխատում ու այնտեղ խանութներից մեկը, տեխնիկայի խանութ էր, հայտարարեց, որ պիտի այս օրերին ունենա մեծ զեղչ, եւ ես դες ասեմ, որ վնասակրել եւ մոլը դրսի ապակու դռներն էին վնասել։ Ես հիշում եմ այդ դեպքը, լուսաբանվեց։ Այսօր բոլորը գիտեն դրա մասին, հա, եւ բնականաբար արդեն իրենց խանութը, իրենց վիտրինաները վնասվել էին, այո։ Ես չեմ ուզում ոչ մեկին ոչ մի բան ասեմ, բայց անգամ զեղչը պետքա լինի շատ գեղեցիկ եւ գրագետ արված։ Իրական զեղչեր էին։ Իրական զեղչերը իրական էին, բայց դու հնարավորություն ես տալիս հաճախորդիդ եւ այդ հնարավորությունների մեջ իրեն իսկ սահմանափակում ես։ Երբ որ դու ասում ես շտապեք ունեմ հսկայական մեծ զեղչ եւ շատ փոքր քանակություն, սահմանափակ քանակություն, բնականաբար մարդիկ կոտորելու են իրար։ Գալու են խոճապել լինելու։ Ես ասեմ ավելին, սենց մի հատ հետաքրքիր բան էլ կա, եթե քո հաճախորդը սիրում է կոմֆորտը շոփինգի մեջ, օրինակ ինքը պրեմիում դասի հաճախորդ է, հա, իրանք այս օրերին չեն էլ գալիս շոփինգ։ Հա, դե իրենց դիսկոմֆորտ է։ Իրանց համար դիսկոմֆորտ է, կամ եթե հայտարարում օրինակ ուրբաթ-շաբաթ եւ կիրակի օրերին է չէ լինելու զեղչը, իրանք գալիս են կիրակի, որ այդ ուրբաթ-շաբաթ օրվա այդ գժանոցը արդեն վերացած լինի։ Շատ ճիշտ բառ ասեցիք դեպ։ Գժանոցի բառ։ Դեպ դա առօրյա մեր խոսակցական բառերն է, որ մենք ռիթեյլի մեջ օգտագործում ենք։ Արդյոք մեզ մոտ լյուքս դասի բրենդերը կարողանում են լավ աշխատել, հաշվի առնելով նաև մեր ժողովրդի մտածելակերպը, ինչ որ չափ սոցիալական վիճակը, որովհետև ամեն ոք չէ, որ կարող է իրեն հնարավորություն տալ լյուքս դասի հագուստներ գնել։ Ես հասկանում եմ, որ մենք մեկ հեռախոսների բրենդերին այնքան մեծ ուշադրություն ենք դարձնում, որ պատրաստ ենք օրգաններից մեկը վաճառել, որ ունենալ, բայց ավտոբուսով ենք երթևեկել, այո, երթուղայի տաքսի։ Ես ուզում եի ասել, գիտեք, օրինակ, երբ որ դու տեսնում ես, որ մարդը խանութում աշխատում է ու իր վաստակածը բնականաբար արդեն գիտես, որ հաստատ այդ հեռախոսի արժեքը չարժի, կակ մինիմում 3-ից 5 ամսվա աշխատավարձն է ու ինքը դուրս է գալիս նոր iPhone-ով ու դու մտածում ես, բայց մարդը ինչով է ապրում։ Անուններ չենք տալի։ Նոր հեռախոսով ուզում եի ասել։ Ամեն դեպքում մենակ այդ մեծ բրենդը չի, բոլոր բրենդերի արժեքներն են բավականին բարձր, բայց ամեն դեպքում պատասխանեմ ձեր հարցին։ Եթե չաշխատի բիզնեսը, այդ բիզնեսը բաց չի լինի։ Այդ ամենաառաջի բանն է։ Ու այո, մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր օգտվում են մեր Երևանում
գոյություն ունեցող լյուքս դասի Չէ, խանութներից։ օգտվողներ կան։ Օգտվողներ արդարացնում է արդյոք։ այնքանով է արդարացված, որ ցանկացած product ունի իր սպառողը, իսկ բրենդը աշխատում է մենակ մի պարզ պատճառով։ Ունի հաջողության երկու գրավական։ Լավ սպասարկում, անհատական սպասարկում, անհատական մոտեցում, երբ որ դու գիտես քո հաճախորդին, ճանաչում ես իրան, դու գիտես իր նախասիրությունները, լավագույնն ես դու, երբ որ դու ճանաչում ես քո հաճախորդին։ Ոտի չափսից բռնած, ես միշտ ասում եմ, հա։ Դու ցույց ես տալիս իրան, որ դու ճանաչում ես, եւ երկրորդը շատ ճիշտ բայինք։ Դու ընտրում ես այն հավաքածուն, այն կոլեկցիան, որը որ գիտես, որ քո սպառողը սիրում է։ Այլապես Փառք Աստծո, այսօր բոլորը կարողանում են գնալ դրսից առնել։ Ինձ հետաքրքիր է եւս Իհարկե, ճանապարհները բաց են։ Տոմսեր էժան։ Տոմսերը այո հասանելի։ Երբևէ ինչ ես զգացել, ես գիտեմ, որ նաեւ անհատների հետ ես աշխատել, երբ կարողացել ես օրինակ եկել է հաճախորդ, այնպիսի բաներ է ուզեցել գնել, որ տեսել ես, որ իրեն չի սազում, սխալ ընտրություն է եւ վստահ եմ կարողացել ես փոխել նախասիրությունները, վերջում ստացել եք ուրիշ արդյունք, անսպասելի։ Ինչ ես զգացել, երբ տեսել ես իր հիացական հայացքները, երբ նա ինքն իրեն նայել է իր արտացոլանքը հայելու մեջ։ Դա դեռ տարիներ առաջ էր, երբ որ պերսոնալ շոփեր էի աշխատում, չգիտեի որ գիտեք դրա մասին։ Ու հիմնականում դրա հենց նպատակը փոխել մարդու մոտեցումը իր իսկ ոճի հանդեպ։ Երբ որ դու համաձայնես, իհարկե լինում է դեպքեր, երբ որ դու համաձայնում ես իր ընտրության հետ, բայց այլապես ինքը չէր դիմի ձեզ։ Սա նշանակում է, որ տարաձայնությունները միանշանակ լինելու են ու երբ որ դու փոխում ես ու հայելու առաջ պարզապես հարցնում ես, ոնց ես զգում քեզ, այդ իմ ամենաշատ տրվող հարցն է։ Բայց արդյոք դա հնարավոր է մարդուն փոխել մեկ հանդիպումով։ Մեկ հանդիպումով հնարավոր է փոխել այն ապրանքականակը, տեսակը, որը որ դու ընտրել ես իր համար ու առաջարկում ես հակված չէ, որ ինքը տան ունի մի հատ մեծ գեստապահարան։ Դու մտածելակերպը պիտի փոխես մարդու։ Այդ եմ ասում, հնարավոր է փոխել։ Չէ։ Եթե կարողանաս երկար խոսել, հետը շփվել ու ասել, բացատրել, որ իր ոճը սա է, պետք է սա ընդգծենք, այլ պետք է սա թաքցնենք եւ այլն, միգուցե ինքը մոտենա այդ հարցին լուրջ ու սկսի աշխատել լրջորեն դրա վրա, բայց ամեն դեպքում մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չի, բայց մեկ հանդիպման ընթացքում հնարավոր է տեսնել մարդու ռեակցիան, իհարկե։ Երբ իրանք sense հիացած նայում են ու այն որ ես ունեցել եմ արձագանք, որ ասել ես չեմ պատկերացրել, որ ես sense սիրուն եմ։ Մարդու արտահայտություն, բայց դու ոչինչ չես արել, դու պարզապես ընդգծել ես, ընտրել ես իր համար իրան համապատասխան հագուստ։ Երևի տան հայելին լավը չի եղել, ձերը լավն է։ Միգուցե։ Ինգ այ ասում ես անհատական մոտեցում յուրաքանչյուր, հա, հաճախորդին այդ պրեմիում լյուքս դասի խանութներում, բայց այդ չափը ինչպես որոշել, որովհետև լինում են պահեր, երբ մուտք ես գործուն շատ գեղեցիկ, սիրուն մի լավ խանութ, բրենդային կամ պրեմիում դասի Եվ այնքան են քեզ սկսում գեր հոգատարությամբ, այսպես մոտենալ, հարցեր տալ, առաջարկել, խոսել, որ ասում ես մի պատ թողեք, ես մի հատ տեսնեմ ինչ կա, հասկանամ, հետո հարցնեմ դուք ինձ պատասխանեք, բայց ոչ, իրենք շարունակում են քեզ այսպես տարբեր գեր ուշադրությամբ։ Որովհետև մի հատ արտահայտություն կա, ես միշտ տրեյնինգների ժամանակ անձնակազմին ասում եմ, թողեք, թող այդ մարդը շնչի։ Մարդը նոր ամտել ներս։ Հա, գերուկ ուշադրությունը ագրեսիվացնում։ Այո, հնարավոր, նախ ամենաառաջինը, եթե դուք ուզում եք այդ հաճախորդը ամբողջովին վստահի ձեզ ու սկսի ձեր հետ աշխատել, այսինքն դուք կարողանաք իր հետ աշխատելու, իրան վաճառեք այն ինչ որ դուք ուզում եք, դուք պիտի այդ մարդուն բացեք։ Իսկ ինչ հարվում բացելու համար, երբ որ մտնում է այդ հաճախորդը խանութ, պետք չի իրան ասել, «Բա ոչ, բացկազայց» ու եւ այլն ամեն ինչից կարող եք խոսել բացի վաճառքից։ Ոնց է ինքը, եթե ձեր մշտականն է, եթե իր ձեր մշտականը չի շատ գեղեցիկ հագնված հաճախորդ է եկել, կարող եք պարզապես կոմպլիմենտ անել, որ ինքը այսօր շատ գեղեցիկ տեսք ունի, շատ սիրուն համադրություն է արել։ Եթե ձեր բրենդային ձեր հենց խանութի հագուստով ամտել հարցնեք, ոնց է, ինչքանով է գոհ ինքը։ Արձագանք, ֆիդբեք, մարդիկ շատ սիրում են կարծիք արտահայտել, այդ դեպքում կարող եք հանգիստ հարցնել ինչ կարծիք եք։ Երբ իրենք լսելի են։ Իհարկե, դու պիտի ցույց տաս, որ ինքը լսելի է։ Չկա նման բան, ես չեմ հանդիպել։ Դե որովհետև վաճառքի մեջ ասում են ցույց տվեք հաճախորդին, որ դուք իր ուշադրության կենտրոնում եք առանց խոսելու դրա տակի քարերի մասին։ Մարդու հանդեպ պետք է ուշադիր լինել, հաշվի առնելով իր կարծիքը, ցանկությունը։ Իհարկե, on-line հարթակում գրում են համոզելու նոր պարվեստ։ Այո, համոզում են առանց հաշվի առնելու։ Առանց հաշվի առնելու, որ այդ միգուցե հաճախորդ եկել էր ոչինչ չառնելու, այլ պարզապես մտել էր ձեզ մոտ պտտվելու եւ հասկանալու միգուցե ինչ-որ բան հավանում է։ Իսկ այդ պահին, երբ որ դու սկսում ես իրան ինչ-որ բան առաջարկել, դու վանում ես հաճախորդին։ Չկա հոգատարություն, ստեղ կա մենակ վաճառք։ Դա այդպես է։ Երբեմն եղել է հենց այդ նույն բրենդի հագուստով մուտք եմ գործել իրենց իսկ խանութ սրա
Եվ վաճառող այնպես է վերաբերել, ոնց որ ես բանից եմ եկել Սարից եւ չգիտեմ ինչ բան է, այնինչ իմ հակին հենց այդ իրենց հակադրած։ Այնինչ ինքը պետքա պարզապես ձեզ կոմպլիմենտ տաներ, հարցներ։ Գոհ եք, գոհ չեք, հա, լավն է, վատն է։ Ես շատ ժամանակ հարցնում եմ, այ մեր մոտից եք վերցրել։ Ես վերջերս նկատել եմ, որ եթե նախկինում նման բան չկար, հեգնական հայացքներ էի տեսնում աղջիկների մեկը մյուսի նկատմամբ, հա, մեկը ոճային է քալում, մյուսը այսպես նայում է, ապա հիմա տեսնում եմ բավականին ավելի բարեհամբույր հայացքներ միմյանց նկատմամբ եւ նույնիսկ եղել են դեպքեր, երբ ինձ անծանոթ աղջիկները կոմպլիմենտ են արել։ Վաճառողների մասին է։ Ոչ, Չէ, փողոցում շատ հաճախ հանդիպում է, այո։ Նոր մշակույթ է Այո։ կարծես ու այնքան հաճելի ու այնքան գեղեցիկ է։ Երբ քեզ հիշում է, չես գնացել գնում կատարել, բայց ասում ես այստեղից եմ հիշում, այնքան ինքնատիպ եք, այնքան գեղեցիկ է ձեր հագուստը, այնքան հետաքրքիր զգացողություն է առաջացնում։ Սա նույն կարծես թե նույն զգացողությունն է, ինչ դու պետք է կարողանաս ճիշտ անել հաճախորդի հետ, երբ հաճախորդը մտնում է խանութ։ Այս մշակույթը ոնց հայտնվեց, շատ հաճելի է իմիջայլոց։ Գիտեք, մենք առաջ ենք գնում։ Ինչ կանել տարօրինակ չլինի, բայց ես վստահ եմ, որ մենակ ես չեմ, որ գաղափարախոսություն է տանում մարդու արժեքավորելու, գնահատելու, ցույց տալու իր գեղեցիկ լինելը, հա, իր ոճը գնահատելը։ Ուստի առօրյայից ու ամեն անգամ տրեյնինգների ժամանակ, երբ որ դուք առօրյայի, ես ամեն անգամ երբ որ ասում եմ, որ խանութում պետքա այս ամենի մասին խոսել, առօրյա կյանքում են սրանք կիրառելի։ Ու կան այո մարդիկ, ովքեր որ ասպարեզից դուրս արդեն իրենց մոտ սովորություն է դառնում, իրանք սկսում են ուղղակի հաճախորդ։ Եվ մարդկանց գնահատել եւ ինչը որ շատ կարեւոր է, մի տեսակ նախանձը պակասել է։ Լուրջ։ Հա, ինչ հաճելի է։ ես նկատում եմ։ Ամեն դեպքում հիմա ես չէ որ այդ օրինակը բերեցի, ես շատ հաճախ եմ տեսնում, օրինակ այսօր էլ գալուց էլի 1-2 կոմպլիմենտ ստացել եմ, շատ հաճելի է, բայց դա հաճախ է դարձել։ Ու դա գալիս է նրանից, որ մարդիկ միգուցե սկսել են քիչ չարանալ, ավելի ինքնաբավ լինել, ապրել իրանց կյանքով։ Այո, էր։ Էլուս նոր սերունդը արդեն այդպիսին է ու դա գալիս է հենց մեզանից, որովհետև մենք իրենց դաստիարակում ենք այլ տարբերակով։ Ռադիոլսողներից մեկը Facebook-ում գրում է, ինձ որ խանութում մոտենում հարցնում են ինչով օգնենք, ասում եմ միայն փողով։ Այո։ Ես որպես տրեյներ օֆիցիալ հայտարարում եմ, որ դա աշխարհի ամենասխալ հարցն է, որ կարելի է տալ հաճախորդին։ Այսինքն ինչով կարող եմ օգնել։ Մաքսիմում բանը, որ վաճառողը խանութում կարող է անել, դա ինչով օգտակար լինելն է։ Ինչով կարող է օգտակար լինել։ Միգուցե չափս, միգուցե խորհուրդ, միգուցե ոճի հավաքել, բայց ոչ օգնել։ Ու ես միշտ ասում եմ, եղեք հիշեք, երբ որ դուք հաճախորդին հարցնում եք ինչով կարող եմ ձեզ օգնել, հաճախորդը կարող է ասի ցանկացած բան ընդհանուր մինչև ֆինանս։ Այո։ Եվ ի պրակտիկայում իմիջիալոց այդպիսի բան եղել է։ Իմիջիալոց նկատել եմ, որ առհասարակ սպասարկման ոլորտում դա լինի խանութ, լինի ռեստորան, տարբեր սրճարան, կապ չունի, մեծապես պայմանավորված է վաճառքը եւ հաջողությունը աշխատակիցներով, որովհետեւ եթե մենք դիտարկենք, մենք որ գնում ենք որևէ սրճարան, հետո էլի ուզում ենք գնանք այդ սրճարան, ոչ թե այնքան որ այդտեղ շատ համեղ է, հա, դա իր դերն ունի օրինակ, որովհետև այնտեղ քեզ բարեհամբույր մարդիկ են, շատ լավ հասկանում ու զգում են ինչի կարիք ունես դու։ Այն պահից սկսած, որ պահից որ բոլոր բիզնեսմենները կհասկանան, որ բիզնեսը կառուցվում է միմիայն մարդկանց վրա, շատ մեծ կսկսեն ուշադրություն դարձնել սպասարկմանը, որովհետև հենց ձեր ասած օրինակով մարդիկ գալիս են ինչ-որ միտեղ, գիտեք ինչ եք միշտ գնում նույն տեղը։ Ես գնում եմ տեղ կա, որ միշտ գնում եմ։ Որովհետև ինչի եք գնում, որովհետև իրանք արդեն գիտեն դուք ինչ եք սիրում։ Այո, այո։ Մենք միշտ բոլորս ամեն օր օրվա ավարտին վերադառնում ենք տուն, որովհետև մեզ ընդեղ ամենակոմֆորտնին է, ճիշտ է։ Մեզ տնեցիք գիտեն։ Հոգնած ենք, պետք չի խոսել։ Երբ որ դու քո հաճախորդի հանդեպ ցույց ես տալիս նույն կոմֆորտը ու իրան էմոցիոնալ կապում ես քո բիզնեսի հետ, դա ընդհանրապես մարդկային վերաբերմունք է։ Դու դրանով այդ հաճախորդին դարձնում ես մշտապես քոնը։ Ու ինչ ուզում ա լինի, ինքը անկախ ամեն ինչից միշտ գալու է քեզ մոտ, միշտ օգտվելու ձեր մոտից, որովհետև ինքը արդեն էմոցիոնալ կապված է ձեզ հետ։ Կապ չունի, որտեղ ինքը կարա նոր ուրիշ խանութում կարող է կամ ուրիշ սրճարանում կարող է նոր բան տեսնի, բայց ինքը չի գնալու այնտեղ, իրան
Հարմարավետ է այո, այդ կոմֆորտ զոնան ինքը չի ուզենալու ոչինչի հետ փոխել։ Ես լսում եմ ձեզ, դուք հոգեբան եք։ Բիզնեսի մեջ, սպասարկման եւ վաճառքի մեջ ինչ որ միտեղ պիտի հոգեբանություն հասկանաս մարդկային։ Լավ վաճառող լինելու համար ինչ հիմնական բազա է անհրաժեշտ, որովհետեւ մենք օրինակ, եթե բույրերի մասին ենք խոսում, ես օրինակ հաճախ չեմ կողմնորոշվում ինչ բույր եմ ուզում։ Եվ մեծապես ինձ օգնել են հենց օծանելիքի խանութի աշխատակիցները, երբ մի քիչ շփվել են ինձ հետ ու միանգամից հասկացել են ինչ բույր է ինձ պետք ու հենց այդ ոճի տարբերակներ են առաջարկել կամ միանգամից ասում են սա ձեզ կսազի ու տալիս են կամ հեռավոր նայում են արտաքինը եւ արդեն գիտեն այս հմտությունները որտեղ արխետիպը են հասկանում։ Ինչ օրինակ ինձ չի կարող կողմնորոշել օծանելիքի խանութի աշխատակից, ես հստակ գիտեմ ինձ ինչ է պետք։ Դե մարդիկ կան չգիտեն դրա մասին։ Կան մարդիկ, ովքեր հստակ մտնում են ու իրենք գիտեն, որ բույրն են պետք։ Այդ իմ տեսակի հաճախորդն է, հա, ինքը գիտի ինչ է ուզում, ինքը գիտի իր բրենդը, ինքը գիտի ինչ է ուզում։ Այո, բայց գուցե նորություններ կան, եթե դու նորություն ես ուզում, իրանք կողմնորոշում են երկու տեսակով։ Մի տեսակը, երբ որ պարզապես հարցնում են քո նախընտրած ցանկացած բույրերից մեկը ու մոտ նման են իրար։ Եվ երկրորդը, որ շատ օգնում է, դա հասկանում են տվյալ հաճախորդի արխետիպը։ Պարզապես իրանք սկսում են ճանաչել ձեր մարդ տեսակը ու այո, ամեն վաճառող փոքրի ինչ որ մի հատ պուճուր հոգեբան ունի իր մեջ, սկսում է ու հետո սենց մի հատ լավ բան էլ կա։ Իրանք շփվում են օրվա մեջ 100-ից ավել մարդկանց հետ։ Ու ամեն մարդուց ինչ որ մի բան նաև սովորում են։ Մոտեցում ցուցաբերել են սովորում, բացի այն, որ առանձին վերապատրաստվում են, իրանք նաև հաճախորդի եթե ուզում են իրանք գործի մեջ լավագույնը լինել, այո։ Սա էլ է շատ կարևոր։ Շատ, ցանկացած տեղ ասպարեզում դու կամ պիտի լինես լավագույնը կամ ընդհանրապես չլինես։ Ոսկե միջինը, հա, մոխրագույնը չընտրեք։ Գիտես, կան մարդիկ, ովքեր ասում են, օրինակ, այս ասպարեզում ես լավագույնն եմ, ես չեմ համարում դա մեծամտություն։ Դա իր տարիների փորձից է գալիս։ Դա իր հետևի բագաժից է գալիս։ Դա այո, ու երբ որ դու ասում ես ես լավագույնն եմ, ուրեմն դու տեղ ունես դա ասելու, այո, մարդիկ չպիտի խեղճանան։ Անփոխարինելի մարդիկ չկան, այս արտահայտությունը ձեր ասպարեզում կիրառելի է թե ոչ։ Իմ փորձը ցույց է տվել, որ շատ տեղերում մարդիկ անփոխարինելի են։ Իրենք իրենց գույնը տեղն ունեն։ Տվյալ մարդկանց աուրան, տվյալ մարդկանց էներգետիկան, մոտեցումը, փորձը հələ մի կողմ դնեն, կարող է շատ ավելի մեծ փորձով մեկը լինի, բայց այդ մարդը իր էներգետիկայով, նվիրվածությամբ եւ աուրայով լինում է անփոխարինելի ու դա զգացվում է միայն այն դեպքում, երբ որ ինքը լքում է տվյալ բիզնեսը, ու իր տեղը միշտապես մնում է թափուր։ Երբ լքում է նոր են զգում, հաստատ։ Դե մինչև չեն կորցնում, չեն հիշում։ Այստեղ նաև չենք մոռանում գրքերի աշխարհը, որովհետև էլի բարդագույն աշխարհներից է եւ երբ գտնում ես խանութում վաճառողի, որը կարող է գիտի բոլոր գրեթե բոլոր գրքերը ու կարողանում եք ես ճիշտ խորհուրդ տալ, դա հրաշք է ուղղակի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Հիշեցնենք, մենք զրուցում էինք սպասարկման եւ վաճառքի մասնագետ բիզնես խորհրդատու Ինգա Մուրադյանի հետ։ Շնորհավոր ենք շոփինգի համաշխարհային օրվա առիթով։ Լավ հաճախորդներ, գոհ հաճախորդներ ենք մաղթում ձեզ եւ որ ամենակարևորը գտնեք այն մարդկանց, որոնք կծաղկացնեն ձեր բիզնեսը, որովհետեւ այսօր լավ մասնագետ գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Գնացինք լուսանկարվել։ Գնացինք։ Շնորհավոր եմ ձեզ եւս։ Շնորհակալ եմ։ reality, irony. You won't find out what has been killing me.
Can't you see me? It breaks my heart 'cause I know you're the one for me. Can't you see? And you will never know. I will never show. And you will never know what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. With every smile comes my reality, irony. You will find out what has been killing me. Can't you see me? It breaks my heart 'cause I know you're the one for me. Don't you feel sad? There never was a story, obviously. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. The station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ 9:38 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը, շարունակում եք լսել եւ դիտել armradio.am կայքում գործարկված է մեր լայվը, Facebook-յան ավանդական տարբերակը եւս առկա է, իսկ եթե կունենաք հարցեր առաջիկա րոպեներին զրույցի ընթացքում, ապա 553702 հեռախոսահամարը եւս անխափան գործում է։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ, շոփինգի աշխարհից տեղափոխվենք կրթության աշխարհ, թեպետ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության հիմքում գլխավորը, կարևորը, հիմնարարը դա կրթությունն է, եւ եթե չունենաս բավարար գիտելիքներ, ինչպես Ինգան ասաց, չես կարողանա լինել լավ մասնագետ, կատարելագործվել եւ շարունակել ուղին քո ուզած ճանապարհով։ Մեր հյուրերը եկել են պատմելու մի շատ հետաքրքիր նախագծերի մասին, նոյեմբերի 14-ին, 15-ին Երևանում, 16-ին Գյումրիում կանցկացվի նախադպրոցական երեխային ընդառաջ երրորդյա ուսուցչական 5-րդ համաժողովը։ Իդեպ մասնակցելու են 30-ից ավել խոսնակ եւ 120-ից ավել մանկավարժ Երևանից, նաեւ Հայաստանի մարզերից։ Եկեք ողջունենք մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի նախագահ Նելի Խաչատրյանին, բարի լույս։ Բարի լույս։ Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքի համահիմնադիր եւ մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի խորհրդի անդամ Քրիստինա Երեցյանին եւս ողջունում ենք, բարի լույս։ Բարի գալուստ մեր ստուդիա։ Այս նախաձեռնությունը առաջին անգամ չէ, որ անցկացվում ինչքանով ես տեղյակ եմ, մի փոքր պատմության մասին մեզ իրազեկեք, ինչպես սկսվեց ամեն ինչը։
Նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Ամեն ինչ սկսվեց 2021 թվականին, երբ հասկացանք, որ նախադպրոցական կրթության մանկավարժերին միավորող հարթակ չունենք։ 2020 թվականին մասնակցել ենք EdCamp Հայաստան միջոցառմանը եւ այդտեղից սկսած մտածեցինք նաեւ նախադպրոցական մանկավարժների համար նույնպես համաժողով կազմակերպել մի հարթակ, որտեղ մասնագետները կծանոթանան, կկիսվեն իրենց փորձով, կբարձրաձայնեն խնդիրներ եւ միասին կփորձենք այդ խնդիրների լուծումը գտնել։ Հիմնական նպատակը խնդիրները վերհանելն է եւ գտնել լուծման տարբերակներ։ Նաեւ փորձով փոխանակվել, համագործակցել, ինչը բավականին թեր զարգացած էր, բայց երբ մանկավարժները սկսեցին միավորվել, սկսեցին ծանոթանալ, սկսեցին համախմբվել, արդեն այդ համագործակցային մթնոլորտը ստեղծվեց, ինչի համար շատ ուրախ ենք։ Կուզեինք նաև խոսեիք 30-ից ավել խոսնակ, 120-ից ավել մանկավարժ իրենց տանդեմի մասին, խոսնակները հիմնականում ինչ փորձառությամբ են կիսվելու եւ ինչ է դա տալու մանկավարժներին։ Եթե թույլ կտաք մի փոքր ուղում անեմ, 250-ից ավել մասնակից, յուրաքանչյուր տարի 200-ից 250 մասնակից ենք ունեցել, համոզված ենք, որ այս տարի կգերազանցենք այդ թիվը, 30 խոսնակներին ընտրում ենք բավականին երկար ու բարդ ճանապարհ անցնելով, այս տարի ունեցել ենք աննախադեպ հայտեր խոսնակների, մոտ 70 հայտ ենք ունեցել, իրականում բավականին դժվար է ընտրել լավագույն մասնագետներին, ամենահետաքրքիր թեմաները, բայց մեզ հաջողվում է յուրաքանչյուր տարի ներգրավել այնպիսի մասնագետների եւ մեծ փորձառություն ունեցող եւ իրենց ճանապարհը նոր սկսող այնպիսի մասնագետների, ովքեր որ հետաքրքիր ճանապարհ են անցել եւ մեզ սովորեցնելու, մեզ հետ գիտելիքը կիսվելու մեծ ցանկություն ունեն։ Թեմաները բավականին լայն են, եւ մանկավարժություն, եւ հոգեբանություն, եւ երեխայի զարգացում, շատ տարբեր են թեմաները։ Մենք փորձում ենք ընտրել այնպիսի թեմաներ, որպեսզի նրանք հետաքրքիր լինեն յուրաքանչյուր մասնագետի, ով աշխատում է նախադպրոցական կամ վաղ մանկության կրթության շրջանակում։ Այս տարի ունենք 5 մասնակից նաեւ արտերկրից, 3-ը Ռուսաստանից եւ 2-ը ԱՄՆ-ից, 2-ը կժամանեն Հայաստան եւ ելույթ կունենան Գյումրիում, շատ հետաքրքիր սեսիաներ են մեզ սպասվում, 3-ը կլինեն առցանց միացումներ ԱՄՆ եւ Ռուսաստան։ Թեմաները արդեն ընտրված են։ Թեմաները ընտրված են, խոսնակները ընտրված են, ներկայացված են, այո, թեմաներն արդեն ցանկանայի մի փոքր այսպես ետ գնալ եւ հասկանալ ինչ արդյունքներ ունենք արդեն գրանցած նախորդ տարիներից։ Շոշափելի արդյունքներ։ Շոշափելի արդյունքները երևի մեծ ձեռքբերումը կայացավ նրանում, որ մանկավարժները տարբեր հաստատություններից, եթե առաջ ավելի քիչ էր համագործակցությունը իրենց մեջ, հիմա բավականին շատացավ եւ տարբեր մանկապարտեզի մանկավարժներ Երևանից, մարզերից հասկացան, որ փորձի փոխանակումը, միասին խնդիրների բարձրացումը շատ ավելի արդյունավետ է, քան եթե անհատներ խնդիրներ բարձրաձայնեն, ինչ որ փորձեն փորձով կիսվել, միասին համախմբվելով։ Այ կա այդ համախմբվածությունը, թե դա համախմբվածությունը կա, դա միայն խոսքեր չեն։ Համախմբվածությունը կա եւ տարբեր մարզերից մանկապարտեզներ սկսեցին համագործակցել, առցանց ֆորմատով։ Համայնք եք ձևավորել, էլի։ Մեծ մանկավարժական համայնք է։ Եվ որպես արդյունք ես կուզեմ նշել նաև յուրաքանչյուր տարի մասնակիցների թվի աճը, որովհետև այսպես մուլտիպլիկացիայի էֆեկտ է, հա, յուրաքանչյուր, այո, յուրաքանչյուր տարի մեկ մասնագետ, մեկ մանկապարտեզից մասնակցելով, ներգրավելով հաջորդ տարի իր հետ բերում է իր գործընկերներին, տեսնելով թե ինչ գիտելիքներ եւ ինչ հմտություններ են ձեռք բերում, եւ բացի այդ ես կուզեի նաեւ նշել արդյունքներից եւս մեկը, որ ողջ տարվա ընթացքում համաժողովի ավարտից հետո մասնակիցները բավականին ակտիվ կապի մեջ են լինում եւ կազմակերպիչների եւ խոսնակների հետ։ Այսպես sense շատ գեղեցիկ մենթորության մի շղթա է ստեղծվել 5 տարիների ընթացքում, շարունակական, այո։ Շատ են մեզ դիմում շատ հարցերով, շատ են դիմում անձնապես խոսնակներին շատ հարցերով, մենք այդ կապը պաշտպանում ենք, պահպանում ենք եւ հետագիծը տեսնում ենք։ Արդյունքներից մեկը
կարող ենք համարել երկուսը երևի, թե կարող ենք համարել մտածողության փոփոխություն, ընկալումը երեխաներին եւ մեթոդաբանության փոփոխություն, որովհետեւ կարող է լինել 50 տարվա հրաշալի մանկավարժ, բարձ տիրապետել ցանկացած հմտությունների եւ ունենալ մեծ հաջողություններ, բայց արի ուտես, որ սերունդափոխությունը իր հետ բերում է նաեւ այլ փոփոխություններ եւ այստեղ մանկավարժները ուզեն թե չուզեն, եթե ուզում են հաջողել եւ լինել սիրված ու հարգված հատկապես երեխաների կողմից, այս պարագայում պիտի լինեն ճկուն եւ կարողանալ գտնել այնպիսի գործիքներ, որոնք մոտ կտանեն արդեն երեխաներին եւ ավելի հասանելի կդառնա այն տեղեկությունը, որ ուզում են փոխանցել փոքրիկներին։ Միանշանակ ճիշտ եք։ Եվ ես ասեմ, որ օրինակ խոսնակների մեջ տարիների ընթացքում ունեցել ենք հրաշալի ավագ սերնդից մասնագետներ, ովքեր այնպիսի գիտելիքներ ու այնպիսի հմտություններ են մեզ երիտասարդներից փոխանցել, որ անչափ շնորհակալ ենք իրենց, բայց այո, նաև երիտասարդները նոր գործիքակազմ են սովորեցնում իրենց գործընկերներին եւ արդյունքներից մեկը եւ նաև ես կարող եմ ասել որպես նպատակ, դա որպես մեր առաջնային նպատակն է, որը հրաշալի արդյունքներ տալիս է։ Տարեց տարի մենք տեսնում ենք այն գործիքները եւ այն ստրատեգիաները, որ իրենք սովորում են, այն մաստեր կլասերը, որ իրենք անցնում են համաժողովի 3 օրերի ընթացքում, նույնիսկ պետական հաստատություններում եւ առավել եւս մեզ համար շատ ուրախալի է, որ մարզային մանկապարտեզներում դրանք կիրառվում են։ Մեզ ուղարկում են եւ արձագանքներ եւ իրենց պարապմունքներից կադրեր, հա, եւ մենք տեսնում ենք այն գործիքները, որ սովորել են, ինչպես են կիրառվում։ Այստեղ կարող եմ հավելել, շատ ուրախ ենք, որ մանկավարժները բաց են։ Այսինքն ինչ-որ նոր բան սովորելու համար պետք է բաց լինել նոր գիտելիքի համար։ Հաճախ ասում են, մենք այսքան տարի արել ենք այսպես ու շատ լավ աշխատել է, ինչի այլ կերպ անենք։ Բայց դժվար է կոտրել։ Բավականին դժվար է, բայց մասնակիցները համաժողովի, ինչպես Նելի նշեց, տարեստարի ավելանում են, իրենք պատրաստ են նոր գիտելիք վերցնեն, իրենք պատրաստ են իրենց գիտելիքով կիսվել, ինչը շատ արժեքավոր է մեզ համար։ Ներառականության մասին էլ խոսենք, որովհետև սա շատ արդիական թեմա է եւ կարող ենք ասել, որ համատարած երևույթ է դարձել վերջերս, եթե նախկինում մի քանի նախակրթական հաստատություն էին, որ պարտադիր ներառականությունը կար, ապա նոր է ինչ որ չափ եւ սա կարող ենք համարել նաեւ մանկավարժների համար որոշակի փորձառություն։ Արդյոք ձեր այս կազմակերպած մեծ միջոցառումը նաև օգնում է այդ հարցում։ Ծնող երեխա, մանկավարժ, հարաբերություն, մասնագետներ։ Այո, իրականում օրենքը վաղուց է գործում, բայց ավելի հետևողական են դարձել վերջի տարիներին։ Բնականաբար մանկավարժները դժվարություն ունեն ինտեգրվելու եւ ինտեգրելու կրթության առանձնահատկություններ ունեցող երեխաներին ուսումնական գործընթացում, լինի դա նախակրթարան, թե լինի դա դպրոց։ Համաժողովի ընթացքում ունենք բավականին քանակությամբ խոսնակներ, ում ելույթները եւ թեմաները հենց ներառականությանն են վերաբերվում։ Ներառականությանը լայն իմաստով, երեխաների սոցիալ-հուզական բարեկեցությանը, երեխաների այդ աշխատանքների մեթոդներին, մենք ունենք նաև հյուր հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, որոնք նաև կներկայացնեն գործառույթները, ինչպես են մանկապարտեզները, տմակները եւ ՀՄԿ-ն իրար հետ համագործակցում, ինչ խնդիրներ են առաջանում եւ որ խնդիրների դեպքում ինչպես կարելի է դրանք լուծել եւ ում դիմել։ Իմիջիայլոց առիթից օգտվեմ, ասեմ, որ համաժողովը ոչ միայն մասնագետներին է հետաքրքիր որպես նոր թեմաներ եւ նոր գործիքակազմ սովորելու, այլ նաեւ սա հանրային իրազեկման մի միջոցառում է, որտեղ մենք հրավիրում ենք պետական գերատեսչությունների տարբեր ներկայացուցիչների, քաղաքականություն որոշողների, պետական վերապատրաստումներ կազմակերպողների, ովքեր նույնպես մեզ ներկայացնում են իրենց կատարած եւ աշխատանքը եւ այն խնդիրները, որոնք որ կան դաշտում, ոլորտում եւ դեռ լուծված չեն, նաեւ լսում են մեր մանկավարժների ձեր առաջարկները, սա կարեւոր է։ Այդ իմաստով նաեւ շատ կարեւոր է համաժողովի առաջին օրը, որովհետեւ հենց ավելի շատ նվիրված է լինում հանրային իրազեկմանը եւ մանկավարժներին, նեղ մասնագետներին եւ վարչական մասին մանկապարտեզների կազմակերպիչներին, ովքեր որ շատ հաճախ ունենում են հարցեր, որոնք որ մնում են անպատասխան։ Համակարգված եք փորձել մոտենալ խնդիրներին, որպեսզի ամբողջական լինի, կիսատ
կիսատ չլինի։ Եվ շատ ուրախալի է, որ Երևանից բացի նաև մարզեր եք։ Դա շատ կարևոր է, հաշվի առնելով նաև առանձնահատկությունները ու տարբերությունները, ինչու ոչ մտածողության ու կենցաղի, առօրյայի, սա եւս շատ կարևոր է։ Մենք նաև մեծ ծիտիկները հուշել են, որ նոյեմբերի 15-ին ցանկանում եք դաստիարակի օր դարձնել, այո։ Նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս։ Արդեն 1 տարի է մենք տարածում ենք այս գաղափարը, անցած տարի բավականին մեծ հետազոտություն կատարեցինք եւ բարձեցինք, որ Հայաստանում առաջին մանկապարտեզը, հանրային մանկապարտեզը բացվել է 1882 թվականի նոյեմբերի 15-ին Գայանե Հովանեսյանի կողմից Աստաֆյան փողոցի վրա Մակաշենց տանը, որը այսօրվա սովետական ՑՈՒՄ-ի շենքն է եղել, դա կարծում եմ շատ մեծ իրադարձություն է մեր ոլորտում, որովհետև առանցին օր դաստիարակը կամ մանկավարժական աշխատակիցը նախադպրոցական հաստատության չունի, իսկ սա առաջին քայլն է նրա աշխատանքը արժևորելու եւ հանրության կողմից գնահատանքի արժանացնելու եւ մենք անցած տարվանից որոշում կայացրեցինք, որ այսուհետ նախադպրոցական երեխային ընթառաջ համաժողովը, ամենամյա համաժողովը պետք է անցկացվի այդ օրերին, խորհրդանշական, այո, արժևորելով մեր աշխատակիցների, մեր գործընկերների բարդ նվիրալ աշխատանքը եւ հուսամ, որ շատ կարճ ժամանակում հանրությունը այնքան կընդունի այդ օրը, այնքան կսիրվի, որ նաեւ պետական մարմինների կողմից այն կընդունվի որպես դաստիարակի։ Ինչու՞ ոչ, շատ լավ նախաձեռնություն է։ Ինչ անում եք երեխաների համար եք անում։ Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, նոյեմբերի 14-ին, 15-ին Երևանում, նաեւ 16-ին Գյումրիում կանցկացվի նախադպրոցական երեխային ընթառաջ երրորդյա ուսուցչական 5-րդ համաժողովը, որը կհեշտացնի թե մանկավարժների, թե երեխաների առօրյան եւ ընդհանրապես իրենց շփումը, այնպես որ կարևոր նախաձեռնությունների մասին մենք միշտ ենք խոսում, հարգելի ռադիոլսողներ։ Եվ շնորհակալ ենք, որ եկաք մեզ ուղիղ եթեր եւ անձամբ իրազեկեցիք մեր ռադիոլսողներին։ Հիշեցնենք, մեր զրուցակիցներն էին մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի նախագահ Նելի Խաչատրյանը եւ ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքի համահիմնադիր եւ ասոցիացիայի խորհրդի անդամ Քրիստինա Երիցյանը։ Շնորհակալ ենք։ Հաջողություն ենք մաղթում։ Մյուս տարի մենք այս տարի նոյեմբերի 15-ին անպայման կշնորհավորենք եթերում դաստիարակների օրվա առիթով։ Ընդունվի այդ օրը պետական։ Սիրով մենք անհամբեր կսպասենք։ Շնորհակալ ենք, մենք ձեզ դեռ հրաժեշտ չենք տալիս։ La faune et la flore, on allumait le monde, au sinon le film est blanc. Maintenant que deviennent, valse deviennent, dis-moi qu'est-ce que le café. Pendant ces années, c'est les monceaux, les mers, dis-moi si tu m'aimes. Maintenant que deviennent, valse deviennent, élevant les tigresses en château de Provence. Aujourd'hui quand tu danses, dis à quoi tu penses. Don aromatique, les romantiques, les amours infidèles s'écrivent sous le logiciel du fond de la nuit, remonte la nuit et nous s'agrandement en les pages du roman. Maintenant que deviennent, valse deviennent, dis-moi qu'est-ce que le café. Pendant ces années, c'est les monceaux, les mers, dis-moi si tu m'aimes. Maintenant que deviennent, valse deviennent, élevant les tigresses en château de Provence.
aujourd'hui quand tu danses, dis à quoi tu penses. Մեր այսօրվա եթերի վերջին րոպեներն են, ավարտին մեկ հաղթական լուր ունենք մարզաշխարից։ Չենք կարող չանդրադառնալ։ Այո։ Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի միջև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբ Կոխյանը նվաճեց չեմպիոնի կոչում։ Ուր են մեր ծափերը։ Մի վարքյան, հիմա ծափերը կհնչեն հարգելի ռադիոլսողներ, առանց դրա ուղղակի հնարավոր չէ։ Եվ այս ծափերի հնչյունների ներքո նաև հավելեմ, որ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանի որդին Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց այս առաջնությունում տղամարդկանց պայքարում։ Հարություն Հակոբ Կոխյանը եզրափակչում մենամարտեց Ռուսաստանի ներկայացուցչի հետ եւ հաղթեց 4-1 հաշվով։ Շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ հնչեցնում բաղձալի ծափերը։ Հաղթական ծափարությունները։ Այո, եւ մաղթում, որպեսզի հաղթանակներ ձեր կյանքում շատ լինեն, ձեր մասնագիտական ոլորտում եւս։ Ավարտին ես կրկին մուտք գործեցի քարտեզ։ Ուզում եմ տեսնել ազատությունը բացվել է թե ոչ, ոչ ազատության պողոտան շարունակում է մնալ խցանված։ Թեև սանդղակը մեկով իջել է 6 բալանին խցանում է այսպես Երևանում։ Միևնույն է գույնը չի բացվում։ Այո, ազատությունը փակ է երկկողմանի, իդեպ դարձյալ ինչ որ բան քանդում, փորում, չգիտես ինչ են որոնում, Պարուր Սևակ ազատություն փողոցների խաչմերուկում։ Տիկրան ջան, գուցե գանձեր են վերանորոգման շինարարական աշխատանքներ են։ Դադարեք քաղաքը քանդելուց շելներս կամ քանդեք հերթով, ոչ միանգամից մասամբ։ Հետո այդ կարգավորեք, անցեք մյուսին։ Խեղճ վարորդներ։ Սես ինչ է կատարվում։ Մի խոսքով զգույշ եղեք, հարգելի ռադիոլսողներ, ձեզ եւս մեկ անգամ ասում ենք ողջույն, մաղթում, որ օրը անցնի միմիայն հաջողություններով ու հաճելի անակնկալներով լինի։ Դες մենք ավարտում ենք մեր այսօրվա եթերը, ուղիղ եթերում ձեզ համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը մեր գործընկերները ձեզ ուղիղ 9:30-ից կասեն բարի լույս։